Դե պարչին դվարություններ ժողովրդի մի մասը չեն կարողանա այդ վարձը տան, կյալ այստեղ կառավարության ռճին նստեն, պահանջին, որ իրանց հոգսը քաշին։ Առաջի հարցը պիտի բնականային հարցը պետք է լուծի։ Գոնե այդ փողը տան, մինչև մարդիկ կարողանան վիճակից դուրս գան, կամ այդ սերտիֆիկատից օգտվեն, կամ միջարնի հնարնի, որ այդ մարդիկ կարեն վերջապես բնակարան վերցնեն։ Թեկուզ ռայոններում, գյուղերում մենակ պայմաններ ստեղծեն, մենակ աջակցեն, մարդիկ կինան ապրեն, գործ անեն, աշխատատեղ ստեղծեն, մարդիկ կինան գործ անեն։ Մեծ հարց է, այսքան հավաքվածների 90% աշխատում չի։ Ոնց ապրե։ Մինը ես թոշակում ստանում, ասենք 60,000, 40,000 ստամ, 80,000 տան վարձ տամ։ Հետո ինչարեմ, կարող է ասենք քիրա ուրիշտեղ, քինամ համաձայնում, բայց պայմաններ ստե, քեծ հալանք, տեսալանք, հնարավորություն չկա, գործի տեղ չկա, գոնե մարդիկ ձգտում ստեղ վեր կարեն, թեկուզ քինան մի հավաքարար աշխատեն, մի գործ անեն, կարեն յոլա քինան։ Չգիտեմ, ես խնդրում ես չնայած ես սրանց հույս չունեմ ես կառավարության վրա, սրանք մտածում չեն մեր մասին, սրանք ազգադալ մարդիկ են։ Դե գոնե այս մարդկանց հենց անեն դիշ չկալի, մնանք ստեղ մեր հայերի մեջ։ Քեզ հալում Ռուսաստան մի քանի ամիս մնացան, կարոտը խեղդում է։ Ես տեղում 5 տարի ավարտալ ինստիտուտը, ինստիկ հատամ Երևանը, ես սիրում Երևանը, ես ուզում ստեղ ապրեմ, բայց ոնց ապրեմ։ Սեփական տուն, իր գույքով ամեն ինչ ստեղծած, որ պիտի արդեն հանգիստ ապրենք, չնայած ես մինչև վերջի օրը ես մասնագետ եմ, աշխատել եմ մինչև վերջի օրը։ Դե ամեն ինչ էլ թողել ենք։ Մեր այսքան տարիների ստեղծածը թողել ենք։ Երեխեքը իրենց ընտանիքներով, իրենց աշխատանքով ամեն ինչ էլ թողել ենք։ Թողել ենք մեկը չեմ էլ հասցրել գոնե դոկումենտներս լրի վերցնեմ, նենց այդ բենզինի պայթունից նենց վիճակի մեջ ենք ընկել հարևանս ամացել իր տղայի հետ։ Եկել եմ ստեցել տուրդավոյից չկա, ծնդականս չկա, հիմա տրանք եմ ստեղծում, չգիտեմ։ Լավ, այսպեսի մի հարց, հա, Արցախը, Արցախցու տուն ու տեղը թշնամուն հանձնած իշխանությունից ինչ կարելի է սպասել։ Ես մենակ ոչինչ, ես մենակ այն գիտեմ, որ չնայած մեղադրում են մեր Արցախի իշխանություններին, բայց մեր իշխանությունները չնայած կախված ամեն ինչով կախված են Հայաստանից։ Այս ոչինչ ես սրանցից չեմ սպասում։ Սրանք եկել են հատուկ ծրագրով, որ Հայաստանն էլ հանձնեն։ Ես համոզված եմ։ Եվ ես ֆանատիկ չեմ, ես երազներով չեմ ապրում, ես դաժե արդեն հետ դարձնել չեմ պատկերացնում, ես մենակ են գիտեմ, որ գոնե կարողանան Հայաստանը պահեն, բայց ես աշխարհում ես բաները կատարում, որ էդ էլ հույս չունեմ արդեն, ես մենակ մտածում մեր ես երեխեքը ինչ ճակատագիր են ունենալու, մենք էլի ոչինչ ապրել ենք էլի, մեր երեխեքը ինչ ալնելու մեր այս սերնդի հետ